Բոլորովին վերջերս հայտնել էինք, որ Բեն Ավետիսյանն ու նրա կինը Դիանա Տոնոյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Այս մասին զույգը հայտնել էր իր ինստագրամյան էջում, հրապարակելով հուզիչ տեսանյութ, թե ինչպես էր Դիանան անակնկալ կերպով հայտնում ամուսնուն բարի լուրը։ Այս լուրը Բեն Ավետիսյանին այնքան էր ուրախացրել, որ նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Արդեն այսօր Դիանան հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության կադրերը, իր հետևորդներից հետաքրքրվելով փոքրիկն աղջիկ է, թե տղա։ Նշենք, որ մեկնաբանությունների դաշտում գերակշռում էր տղա պատասխանը։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել վերջին հոլովակը, ինչպես նաև այն հոլովակը, որտեղ Դիանան Բենին հայտնում է լուրը։ Nana beraber. Paçino. Dai. Ai, Oxra! Ara lurcek alsın. Ben çiğdeyim աղջիկան տեսանա։ Ինչպես արդեն հասցրեցինք նշել, դերասան Բեն Ավետիսյանին այժմ հաճախ կարելի է տեսնել այս կամ այն սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելիս, բայց իր հարցազրույցներից մեկում դերասանը պատմել էր, որ իր ընտանիքը ժամանակին ֆինանսական խնդիրներ է ունեցել եւ ինքը վաղ տարիքից տարբեր աշխատանքներ է կատարել ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։ Դերասանը նշել էր, որ թատերական ինստիտուտում սովորելու տարիներին անգամ տրանսպորտի գումար չի ունեցել։ Բենը պատմել էր, որ ինքը եւ բանվորություն է արել եւ ձմերուկ վաճառող է աշխատել։ Դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներ տեղափոխվեց նաեւ դերասան Բեն Ավետիսյանը։ Զույգի դուստրը Բիաննան լույս աշխարհ եկավ հենց ԱՄՆ-ում։ Բենը սկզբնական շրջանում նշում էր, որ իրենք 1 տարի կապրեն Միացյալ Նահանգներում, քանի որ ինքը նկարահանվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում։ Իսկ սերիալի գործողությունները Լոս Անջելեսում են ծավալվում։ Բայց անցել է մոտ 2 տարի եւ զույգը կարծես թե չի պատրաստվում վերադառնալ։ Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման շրջանակներում Բենը խոսելով Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին ասել էր, որ հիմնական պատճառն այն է, որ ինքը Հայաստանում տուն չունի եւ մեկնել է Միացյալ Նահանգներ հենց այդ հարցը լուծելու համար։ Դերասանը նաեւ խոստովանել էր, որ ժամանակ առ ժամանակ նաեւ տաքսի է վարում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում ցանկացած գործով էլ ստիպված է զբաղվել։ Բենը նաև նշել էր, որ այս շրջանում չի պատրաստվում Հայաստան վերադառնալ, ապա հավելել էր, որ տիեզերքը բոլորինն է եւ օրինաչափ է, որ յուրաքանչյուրն ընտրի, թե որտեղ է ցանկանում ապրել։ Հավելենք նաև, որ դերասանի կինը Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։ Star News-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին զույգի առաջնեկը դարձավ 1 տարեկան։ Ծնողները կազմակերպել էին նաև փոքրիկ Բիանայի Սուրբ Մկրտությունը եւ դրան հաջորդող խնջույքը։ Այդ խնջույքը շատ երկար քննարկվեց։ Դերասանի կինը իրեն հատուկ ճոխությամբ էր կազմակերպել երեկույթը, հատուկ ընտրելով դստեր զգեստը, ձևավորումն ու իհարկե տորթը։ Դե իսկ հենց ինքը Դիանան առանձնակի գեղեցիկ տեսք ուներ հենց այդ օրը։ Հարկ է նշել նաև, որ զույգը բավականաչափ զուսպ էր գտնվել պարային ու այլ տեսակի հոլովակներ չհրապարակելով։ Միգուցե այս քայլով նրանք իրենց հարգանքն են ցույց տալիս բոլոր արցախահայերին կամ էլ պարզապես փորձել են խուսափել հետագա քննադատություններից եւ վատ մեկնաբանություններից։ Ինչպես արդեն հասցրել ենք նշել, Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը շատ ակտիվ գործունեություն են ծավալել իրենց ինստագրամյան հարթակներում։ Ձեզ ենք ներկայացնում նաև այն հոլովակները, որոնք եւ Դիանան եւ Բենը հրապարակել են իրենց ինստագրամյան էջերում։ Արի լույս ձեզ, հլը արտնացեք բոլորդ, բան արեք, հաց կերեք, եկել է դուրը պակ պայեք, արի լույս ձեզ, արտնացել եք, դե բան արեք, ինչ ուզում եք արեք, Կիրակի է։ Ինչ կարող եմ անել, դեք ինչը, մկանային համակարգի հանգստացնող կրեմ։ Հիմա
tea. You help me with this puzzle? What do you think it's going to be? You say good job. Put it in, put it in, put it. Ձին ինչ ա եղել, խես տխուր։ Սոված եմ։ Հա, սոված ես հաց կեր։ Ես բուրգեր եմ ուզում, պաստրամի Երևանի ես բուրգերներից եմ ուզում, կպոտվիրես։ Պաստրամի Երևան։ Աչքերդ փակի։ Հեն, գոհես ձին։ Հավայի մուզոտն է։ Ապրես։ Ողջույն սիրելի հետևորդներ, շատերը ինձ հարցնում են արդյոք կտեսնենք քեզ նոր հեռուստասերիալում, ասեմ շատ լավ նորություն, շատ շուտով, արդեն նկարահանումները սկսել են, նոր հեռուստասերիալ, գլխավոր դեր, հերոսի կերպարն է մարմնավորելու, սերիալի անունն է լինելու է Սրտին հակառակ ընկերներ, շատ հետաքրքիր սերիալ է լինելու, այն շունը ինձ խանգարում է, բայց դա ոչ մի բան չի նշանակում, ամենակարևորը ես ձեզ հայտնեցի շատ լավ նորություն, որ լինելու է հեռուստասերիալ, որտեղ կտեսնեք ինձ Նրա հրապարակած հոլովակը եւ մի քանի այլ լուսանկար։ Երեխեք ջան, ամերիկանան տեղերից է, որ հանգիստ կարող ես այսինքն դուրս գալ խանութ եւ քեզ ոչ մեկ չի ճանաչում։ Ինչ է կարծում, ինձ ասում ես, բայց